Ողջույն աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, մեր վլոգը դեռ շարունակվում է, քանի որ տեսանյութը շատ երկար էր, այդ իսկ պատճառով մի մասը տեղադրել եմ, մյուսը արդեն անցնում ենք հաջորդ վլոգում դիտենք։ Գյորգին աշխատանքից նոր է տուն վերադարձել, զանգեց, ասում երեխեքին պաղպաղակ բերի, մասի չէ Գյորգ ջան, պաղպաղակի տեղը ձմերուկ բեր, 12 կիլոգրամանոց ձմերուկ է բերել։ Հիմա արդեն կտրում ենք, սուրճ դնենք, որպեսզի վայելենք։ Ես կտրում եմ Արմինեի տարբերակով, շատ հարմար է, հիմնականում միշտ սովորական կտրում էի, ինչպես որ կտրում ենք բոլորս, բայց որտես Արմինեն ինչպես է ձմերուկը կտրում, հենց այդպես էլ սկսեցի ես կտրել, դուրս շատ եկավ, շատ հարմար է, այն որ մի փոքր այսպես վերցնում ես ու հագենում ես, կարելի ասել։ Հիմա աղջիկներս վայելում ենք, միացեք մեզ։ Ասեմ, որ ձեզ անչափ շնորհակալ եմ ձեր մարտեսակի համար, շնորհակալ եմ, որ կաք եւ իմ կողքին եք եւ արդեն Արմինեի կողքին եք, շնորհակալ եմ, որ միանում եք նաեւ մորքուրիս աղջկա էջին, Անի Ալիքին, ի սրտե զգացված եմ աղջիկներս, ապրեք շատ, Աստված ձեր սրտի չափով ձեզ տա սիրուններս, ապրեք, որ միանում եք, ոգեշնչում եք, սիրուն մեկնաբանություններ եք գրում։ Իդեպ Արմինեի ալիքում արդեն դարձանք 1500, որի համար անչափ շնորհակալ եմ եւ Արմինե ջան նաեւ շնորհավորում եմ քեզ, անխափան եթերներ եմ մաղթում քեզ Արմինես։ Հասցրել եմ մի հատ սուրճ եմ խմել, անցել իմ դրսի գործերին, հիմա միս պետք է կտրատենք, տեղավորենք։ Ոսկորից առանձնացնենք, ոյ մամա ջան, ծանրով էդի շոկոլադ միսը, տնական, տեղը տեղին, են որ առանց որևէ դեղերի, որ խոզերին կերակրում են, որ մի անգամից աճի, չգիտեմ, մեծանա եւ այլն, մենք այդ ձև չենք կերակրում, դե արդեն մի քանի անգամ ձեզ ցույց եմ տվել, մենք սովորական մաքուր կեր ենք տալիս, հələ նայեք, հիմա ոսկորս պետք է ազատեմ, որպեսզի սարսափցիկում տեղավորվի, Գյորգինը շտապում էր, թե չինքը կաներ, գիշերն էլ մինչև այդքան թոք, ջիգար եւ այլն տեղավորել ենք, արդեն քոնիսներ ուշ էր, որովհետեւ ուշ մորթեցին։ Այսինքն եմ կտրելու, որ մսաղացնել աղա էլի։ Ինչ անտիրա։
Աղջիկներ ջան, միջև սկսեցի նկարահանել, գործ անել ձեր հետ, Արմինեն զանգեց, խոսացինք, այսօր մեր Ստեփանավանում խորովածի փառատոն է, այդպես պատրաստվում էին, որ պետքա գնային, խոսացինք ու մոռացա, որ գործ եմ անում, ամեն դեպքում վերջացրել եմ, հիմա սուրճս էլ կիսատ մնացել, բայց նորից սուրճ կդնեմ, միասին սուրճ կխմենք, այստեղ փոխեմ սարցեխցիկ ու անցնենք առաջ։ Շատ սիրուն ա եղել։ Աղջիկներս գնում ենք ման գալու։ Հա, այնտեղ տեղն ա մնացել։ Կապույտը։ Մեջը լավ է, հա, սիրուն ա։ Վաղը տենանք բացա, կամ ներսը նկարահանեմ։ Գնում ենք ման գալու։ Արսեն ջան, գնա։ Գնա։ Ակուրատնի եմ դնում էլինա։ Մաշինա։ Էդի Արսենին ասա։ Մաշինան կգնա։ Մեքենա, մաշինա։ Ավտոմեքենա։ Բարև ձեզ։ Ռասիան է անի։ Հա, Ռասիանով խանութ եմ մտե, կարգագստես պրոստը արևին ասում են տիրող երգի Հայաստան, ասի ուզում եք հայ են ընձիկ գյուլեր։ Ասեն է սովա։ Ռասիա։ Քեզ եմ ցույց տալի։ Բայց խի ես հենց Ռասիա առել։ Ուղղակի ստեղի էի ապրում դրա։ Քանի տարի է գլխարկը։ Ռասիա։ Գիտեմ էլ աղջիկան։ Գնում ենք հանգստանալու մի քանի ժամով տանից դուրս ենք եկել, գնանք խանութ, տեսնենք ինչ ենք վերցնում ու այնտեղից գնանք միտեղ սիրուն նստենք ջրի ափին, մեր մի քանի ժամ, հե? Ունենք, բայց ոնց կարանք մենք բռնենք, ձուգը մեզ ավելի շուտ կբռնի, երազանքներս կատարեր, ուր պետք է մեզ ուղարկեր ձուկը, օրինակ ինչ երազանք ունես, որ չի կատարվե, կա տենց բան, իմ մոտ չկա տենց բաներ, կամանց գնա Արսեն, գնա, օրինակ ես ունեմ, մեկը ես երազանքներ չունեմ, նպատակներ ունեմ, որ պետք է իրագործեմ, երազել ժամանակ արդեն շատ երկար ժամանակ է ես չեմ երազում, դնում եմ նպատակ ու հասնում եմ դրան, ես կոմով արի բալես, փոքր վաղտ մենք էլ էինք վազում, ծիածանից, ուզում էր տղա դառնայր, տեքոր կնիկ եմ է ասել տղայա ուզ է դառնա, շատ բայևիկ աղջիկ ա եղել, հա, չհասար ծիածանինը տենց է, աղջիկ եմ մնամ լավ ահա, հա, Էսա դուրս գանք, խանութից ու շարունակենք մեր ստեղ Սոֆիան անստած, Աննային ուղարկեցի խանութ, ասի դու գնա, ես երեխեքի մոտ կանգնեմ, հա, մաման գալիս է, Սոֆիային ինչ բերի, մեքենա է, տեսեն այգ ոնց է, էսա մաման գալիս, սպասում ենք կովերին հանում են այդտեղից, նոր գնանք, կամանց արդեն դուրս են գալիս, աղջիկներ, շան պալով ես աղջիկներ, Ես կոմ եկեք թողիկ կովերը դուրս գան նոր, հա, հիշում ես, որ գնացել ենք, հերթով դուրս են գալի, արի, հա,
Հաճան։ Հաճան։ Ջան։ Հա։ Հենա մաման գալիս է Սոֆիա ջան։ Հա։ Նստենք սպասենք։ Մու։ Տուր մաման։ Եկեք ես կոմ Մարիա ջան։ Հենա մաման եկավ։ Հələ նայեք ուր են գնում աղջիկեք ջան, ձերը չգիտեմ, ստեղ եկել ենք թե չէ։ Վայ մամա ջան, նենց են նայեմ։ Երեք շուշու տարի։ Ես վախում։ Հələ նայեք, ովքեր են մեզ դիմավոր։ Հələ ոնց են նայեմ։ Մարիա շուշու տարի։ Հետո որ անասունին պահում ասում եմ շուն չունեք, ասում չէ, կովերն չեն հարցակում։ Հա, բալես, գնում ենք։ Կամ անցեք Արսեն ջան, մեկ վազի կյանք։ Լնայեք ինչ սիրուն է։ Լնայեք ինչ սիրուն է։ Հա? Ուր է։ Հա, երեխեքը ձուկ են բռնում։ Արսեն ջան, հեռու կյանք, չգցեք ոչ մի բան։ Արսեն, քարը գցի ձեռքիցդ։ Քարը գցի ձեռքիցդ, հլն դենայ։ Գիտեք երեխեք փոքր ժամանակ ինչքան ենք լողացել։ Մեր մոտ կար փոքր լիճ։ Առավոտից երկու լողանում էինք այդ ջրերի մեջ, աչքիս դեմն եկավ։ Մի հատ քառակուսի, այսպես քառակուսի ինչ էր սենց դրված ելկաթե կանգնում ենք վրան, թռնում էդ մեր լիճը, այնքան էինք լողանում։ Որ հրաշք։ Ինչ սիրուն է։ Այն կոմերը, չգիտեմ, այս կոմերը շատ սիրուն է, հələ նայեք այս կող սենց։ Նայեք ինչ սիրուն է։ Ինչ սիրուն է։ Նստես ու ժամերով ջրին նայես։ Երեխեքն է ձուկ են բռնում։ Տեսնես հեշ բռնել են։ Բայց է վտանգավոր է, ես վախենում եմ։ Հոտը գալիս է ջրի։ Հա։ Հանդեղ գնանք են ծառի տակ։ Հա, տեղ պետք է առանց կալյասկի հելնենք։ Տեսակ ուրիշ հանգստություն է գալիս այստեղ։ Օդը մաքուր։ Շատ սիրուն է։ Էլիկանք ստեղ եկել են, նկարներ ունեն, իր ուսուցչուհին ամեն տարի բերում է երեխեքին։ Չէ, այդքան վերև չբարձրանանք, գնանք ընդեղ նստենք։ Կանք հասանք տեղ աղջիկներս, ստեղ նստենք, մի փոքր հանգստանանք լվիճակներին։ Ընդեղ այնքան նղազեր կա, այսա մի հատ պաղպաղակ ուտենք։ Ար Երիկ ջան։ Ես ում մառոժնիներն է։ Բացեն տալիս եմ, ողանա։ Մարիային են էլ մեր։ Ահա, նայեք ինչ լավ է։ Մարիա, քեզ։ Ու շատ իրեղնենք։ Այստեղ աղի ձողիկ ունենք, այստեղ չիպսերի
սենց տեսականիները, պաղպաղակը, ահա, շնորհակալություն։ Ինչ հավեստեր երեխեք։ Դուք դենց կիսվեք։ Ինչը բացեմ կյանք։ Մարոժնի դե վերու Պաղպաղակները կերեք նոր էդ բալես։ Շլովնա։ Մաքուրոտ։ Լռություն։ Էր եկեղեցին երևում ա, նայեք։ Հեսա կգնամ բղազերին է կնկարեմ, կտեսնեք ինչ սիրուն են։ Բա որ դուս են գալիս ինձ գետի վրա գնում են։ Եկ գնանք խազերին ցույց տամ։ Ստեցինք, մեր պաղպաղակը կերանք։ Երևի ստեղ էլ կա երեխեք։ Դրա համ լնայք, գնում են։ Սիրուն են։ Ձայնները գալի կաղային կողմից են ձուկ բռնում հավաքում։ Գնում են ջուրը մտնեն։ Իսկական դիսկա թափել տեղը։ Եկան, լնայք։ Ինձ սիունա չէ վերիք։ Լողանում են խազերը։ Հրաշք։ Շոտ սիրունա է, շոտ։ Լավ չկաս։ Հա, բալես։ Լա, գույսի, գա։ Վայ մամա ջան, ոնց է չեմ վախենում։ Հատուկ եկել եմ, որ ես իրանց նկարահանեմ։ Հələ ձիուն նայք։ Հա ջան։ Չէ, կյանք, այդտեղ ապասնի։ Շոտ սիրուն է։ Պապայամ է եկել։ Հələ Էլինա իսակներն ինչ եղավ։ Այդ արը լվա։ Հա, պետք է լվանանք, բալես։ Կրիվ են անում, ով պտի քշի։ Հաստատ միատել եմ քուրիկ բերելու, մեկըտ կտանեք, այդ մեկին են մեկըտ։ Էսա կտա դու էլ կքշես արի։ Արի, մի քիչ դու, մի քիչ էլիկ, արի։ Աղջիկներս այստեղ խոզի մսով ժարքո եմ անում։ Սկզբում միսը կարմրացրեցի, հետո ավելացրեցի կարտոֆիլը, հիմա արդեն երկուսն էլ լավ եփվել են։ Ավելացնում եմ մաղադանոց, սամիտ, համեմ և սոխ։ Ու արդյունքում ցենց համեղություն եք ստանում։ Ոչ շատ թոր, ոչ այսպես լղկված, հյուր է դարած, հնդին ժարիտ եք արդյունքում ստանում։ Եկեք միասին վայելենք։ Թե ինչ սիրուններս, մեր համեղությունը պատրաստ է, մեզ բարյախորժակ, իսկ ձեզ բարի դիտում։ Պատրաստեք սիրով և վայելեք։
Չեմ կարող ասել քանի րոպե տապակեցի, ուղղակի տեսնում եմ արդեն միսը եփված է, ավելացնում եմ կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ իր հետ սենց ընտիր եփվում է։ 2 րոպե մնա պատրաստ է։